Բարև ձեզ, ես Անիկ Էսոյանն եմ, հրավիրում եմ ձեզ Business Lab հաղորդաշարի առաջին հաղորդմանը։ Մեր հաղորդումների ընթացքում մենք բացահայտելու ենք իրական պատմություններ, թե ինչպես են գաղափարները վերածվում իրական բիզնեսի, ինչ մարտահրավերների են դիմակայում ձեռներեցները, ինչպես են հաղթահարում եւ ինչ նոր հնարավորություններ են ստեղծում։ Այսօր մեր հյուրը Hathork Food ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանն է։ Բարև ձեզ, Սամվել, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Անի, շնորհակալ եմ հրավերի համար։ Hathork Food-ը իր ազնիվ աշխատանքի շնորհիվ ստացել է ավելի քան 17 տեղական եւ միջազգային մրցանակներ։ Խնդրում եմ կպատմեք ինչի մասին է Hathork-ը, ինչ է եւ այդ մրցանակները, ինչ մրցանակներ են։ Hathork-ը մեր ապրանքանիշի բրենդի անվանումն է, որը կրում է Արցախի պատմական Hathork գյուղի անունը, որը 2500 տարվա պատմություն ունի, շատ հրաշալի բնություն եւ իմ ծննդավայրն է, որտեղ ես ծնվել հասակ եմ առել եւ որտեղ Միրզախանյանների ընտանիքը սկսած իմ ապուպապերից զբաղվել են մեղվաբուծությամբ եւ մեղվաբուծությունը մեր ընտանիքում ունենալով 145-ամյա ավանդույթներ, որոշեցի այս ամենը բերել պրոֆեսիոնալ մակարդակի 2018 թվականին եւ բրենդավորել մեր պապական արտադրանքները, բնական մեղրը եւ ներկայացնել ինչպես տեղական, ինչպես նկարում նաեւ միջազգային շուկաներում։ Ինչպես է Hathork ընկերության մեղրը արժանացել աշխարհի 5 լավագույն մեղրերից մեկի տիտղոսին։ Hathork Food-ը մենք զբաղվելով մեղվաբուծությամբ սկզբնական շրջանում հենց մեր կարիքների համար էինք ստանում մեղր եւ բացառում էինք անտիբիոտիկների, շաքարի, դեղորայքի օգտագործումը։ Կարճ ասած, էկոլոգիապես մաքուր մեղր էր միայն մեր ընտանիքի եւ մեր հարազատների համար եւ ինքս սովորում էի այդ ժամանակ բժշկական համալսարանում Հերացու անվան եւ հասկանալով թե ժամանակակից սննդակարգի մեջ ինչքան շատ են հավելումները, արհեստական ԳՄՕ-ները, որոնք շատ վտանգավոր են առողջության համար եւ շաքար պարունակող սնունդը, որոշեցի, որ մեծացնենք մեր արտադրական ծավալները, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու էկոպրոդուկտներից եւ ի սկզբանե, ինչպես հասկացանք, շեշտը դրվել է հենց առանց շաքարի էկոլոգիապես մաքուր եւ բարձր որակի արտադրանքների վրա եւ մյուսը, որ մեր տեսլականում ունեինք, դա այն ժամանակ շատերի համար երազանք էր թվում Hathork-ի բրենդավորումն էր եւ ներկայացումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում եւ մեր առջեւ ունենալով այսպիսի շատ մեծ տեսլական Hathork-ը հայտնի դարձնելու ամբողջ աշխարհում մենք դրեցինք ոչ թե կարճաժամկետ շահույթի կամ վաճառքի ստրատեգիա, այլ ավելի երկար ճանապարհ, երկարաժամկետ պլանավորումներով, շեշտը դնելով որակի, վստահության, որակի կառավարման համակարգերի եւ ազնիվ մոտեցումների վրա եւ այդ ամենը գնահատվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում, որին մեզ օգնեց մեր պրոֆեսիոնալ մոտեցումները մեր գործի, մեր աշխատանքի հանդեպ եւ սկսած արտադրությունից մինչև փաթեթավորում եւ այս ամբողջ շղթայում մենք ներգրավելով պրոֆեսիոնալ անձնակազմ կարողացանք ստանալ շատ բարձր որակի արտադրանքներ, որոնք վստահաբար սկսեցին ներկայանալ միջազգային ցուցահանդեսներում, միջազգային մրցույթներում եւ բոլորովին պատահական նմուշներ, մեր բոլոր 17 նմուշները, որոնք միջազգային մրցանակներ են արժանացել, լրիվ պատահական նմուշներ են եղել, այլ ոչ թե ընտրված նմուշներ, հանձնաժողովը ընտրել է վաճառվող վաճառակետերից, խանութներից, մենք նույնիսկ չենք իմացել ինչ է հետազոտվում, իրականացրել են ինչպես լաբորատոր հետազոտություններ, համտեսումներ, նաև տարբեր կատեգորիաներով տարբեր մրցույթների ենք մասնակցել։ Մեր առաջին միջազգային մրցանակը դա Pentawarts-ն է եղել 2022 թվականին Լոնդոնում, որտեղ բրենդավորման անվանակարգում ոսկե մեդալ ենք ստացել, որտեղ փաթեթավորման գեղարվեստական կողմն է գնահատվել, որից հետո արդեն մի շարք այլ կատեգորիաներով ենք մասնակցել, հայտնի արժեքավոր մրցանակներից մեկը դա 4.5 միկն էր, որը ստացանք Սլովակիայում, դա մեղրի առավելագույն հակաօքսիդանտային հատկությունը եւ փաստորեն աշխարհում դրանից ավելի բարձր ցուցանիշ գոյություն չունի։ Այսինքն աշխարհում ամենաօգտակար, ամենահակաօքսիդանտներով հարուստ մեղրը առավելագույն դեպքում կարող է նմանվել մեր մեղրին, բայց ոչ երբեք լինել ավելի լավ։
Եվ իհարկե այս ամենը, ինչպես հասկացանք, ճիշտ մոտեցումների արդյունք էր եւ դրանից հետո մեր հաջողությունները շարունակվեցին այլ միջազգային հարթակներում։ Միայն անցած տարի մենք 7 միջազգային մրցանակ ենք ստացել հեղինակավոր London International հանրահավաք մրցույթում պլատին եւ ոսկի համապատասխանաբար որակ մեր օրգանիկ մեղերը աշխարհում որակի կատեգորիայում պլատին է ստացել եւ փաթեթավորման դիզայնի անվանակարգում ոսկե մեդալ է ստացել Paris International հանրահավաքում մեր վայրի մեղերը ստացել է փաթեթավորման համար պլատին եւ որակի համար ոսկե մեդալ եւ մենք ունենք նաեւ մեղրի հիմքով նորարարական արտադրանքներ մեր մոխիտո սուֆլե մեղերը, որը լայմի, նանայի եւ մեղրի հիանալի համադրություն է, համարվել է աշխարհում ամենահամեղ մեղրային պրոդուկտը Դուբայի թեստվարդում ստանալով պլատինե մեդալ եւ մեր կրեմ սպիտակ մեղերը նույն մրցույթում ստացել է ոսկե մեդալ։ Այսինքն մեր բոլոր նմուշները արդեն առաջի եւ երկրորդ պատվավոր հորիզոնականները հենց մեր նմուշներն են գրանցում աշխարհում։ Եվ այս ամեն ինչը, ինչքան որ հիանալի է, նույնքան էլ պարտավորեցնող է շարունակելու էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։ Made in Armenian որակի չափանիշ եք դարձնում, շատ գովելի է։ Իսկ որն էր այն որոշիչ պահը, երբ որոշեցիք, որ բժշկի մասնագիտությունը պետք է թողնել եւ զբաղվել բիզնեսով, եւ արդյոք բիզնեսում բժշկի մասնագիտությունը ինչ որտեղ թե բաղադրության մեջ, թե մոտեցումների մեջ զգացնել տալիս է։ Շատերն են ինձ այդ հարցը տալիս, քանի որ ես միշտ մեծ նպատակներ տեսլական եմ ունեցել, ես հասկացա, որ այս բնագավառում կարող եմ ավելի շատ մարդկանց օգուտ պատճառել, քան բժշկության մեջ, որովհետև եթե բժիշկը բուժում է մարդուն, այս դեպքում առողջարար սնունդ արտադրելու գործը կարող է բուժել մարդկությանը։ Այսինքն ես կարող եմ մասշտաբավորել եւ ոչ թե լինել հերթական բժիշկը, այլ այն եզակի առաջնորդը, ով հայկական արցախյան արտադրությունը կարող է ներկայացնել միջազգային բեմերում որպես աշխարհում լավագույններից մեկը։ Հաթերքը սկզբում եղել է հյուրատուն, կպատմեք ինչպես որոշեցիք այդ ամենի շուրջ մտածել եւ դա իրականացնել որպես հյուրատուն, որից էլ հետագայում ծագեց մնացած որոշումները եւ դուք նաեւ որպես հյուրատան շարունակությունը տարբեր փառատոների կազմակերպումներ դա ինչի համար էր։ Իրականում ոչ թե հյուրատան շարունակությունն էր փառատոնը, այլ մեր ամբողջ ծրագրի կոմպոնենտներն էին, քանի որ իմ առաջ նպատակ է դրել, որ հաթերքը պետք է ճանաչեն աշխարհում, նույնիսկ իմ ուսանողական շրջապատում շատ մարդիկ այն ժամանակ չէին լսել հաթերքի մասին, բայց Արցախում հաթերքը շատ հայտնի էր, տարբեր շրջասույթներ կան հաթերքցիների մասին, ասում են թողբը ետ տվող, այսինքն ամպերը քշել են եղաներով գյուղի վրայից, նաև ասում են պել հաթերքեցի, որը խենթ իմաստը ունի, իսկ այստեղ շատերը չգիտեն եւ հաթերքի հանրահռչակման համար որոշեցինք, որ պետք է փառատոններ կազմակերպենք, ինչը կակտիվացներ գյուղական կյանքը եւ ժենգյալով հացն էլ Արցախի խոհանոցի զարդն է համարվում եւ կարիք ուներ եւս մեկ անգամ հանրահռչակելու հրավիրելու տուրիստների ուշադրությունը եւ ասեմ, որ հսկայական ազդեցություն է ունեցել այդ փառատոնը գյուղի զարգացման գործում, հաթերքում մենք տարիներով տուրիստների չէինք հանդիպել եւ շատերը թերահավատորեն էին նայում, որ երբևէ մեր գյուղ տուրիստ կգա, բայց փառատոնի շնորհիվ առաջին փառատոնը մենք 2018-ին արեցինք եւ ունեցանք 3-ից 4000 այցելու եւ գյուղը անգամ պատրաստ չէր այդ մեծ հոսքին, բայց տեսնելով առաջին ներհոսքը բոլորը սկսեցին պատրաստվել, բոլորին առաջարկում էի հյուրատներ կառուցել, բայց մարդիկ ասում էին հյուրից ինչպես կարելի է գումար վերցնել հյուրընկալության համար, մի քանի հոգի այդպես անվճար ընդունեցին առաջի տարին տուրիստների, ոմանք վճարեցին, այսպես, բայց կարևորը սկսեց զարգանալ այս մշակույթը, արդեն երկրորդ տարին գյուղում ով հնարավորություն ուներ սկսեց տները վերանորոգել, կահավորել
որպեսզի սկսեն տուրիստներ ընդունել։ Գյուղում սկսեցին սրճարաններ բացվել, ռեստորան բացվեց, եւ շատ հարցեր, որոնք տարիներով լուծում չէին ստանում գյուղում, կապված ճանապարհների, ջրի, գազաֆիկացման հետ, ընդամենը 1-2 տարվա ընթացքում այդ բոլոր հարցերը գյուղում լուծվեցին եւ գյուղը սկսեց վերջապես շնչել։ Իսկ երբ հասկացաք, որ սա կարող է փոքր գյուղի պատմությունից վերածվել մեծ բիզնեսի։ Ոչ թե ընթացքում հասկացանք, այլ ի սկզբանե մենք ոչ թե ինչպես նշեցի նախատեսել ենք որևէ գործարք անել, գումար վաստակել X ժամկետում, այլ մենք մեր բոլոր պլանավորումները հենց առաջին օրվանից երկարաժամկետ ենք դրել։ Ես սկսել եմ բառացիորեն 0-ից լինելով ուսանող եւ իմ ուսանողական խնայողություններով եւ պատկերացրեք փառատոնի կազմակերպման մեջ ավելի մեծ բյուջե էի դրել, քան սննդի արտադրության մեջ, բայց հենց դա էր, որ հետագայում մեզ պետք է շատ մեծ ճանաչում եւ հաջողություններ բերել։ Փառատոնի շնորհիվ բոլորը մեդիան, միլիոնավոր մարդիկ իմացան հաթերքի մասին նախ, հետո որպես նախաձեռնող իմ մասին եւ այս ամեն ինչը շատ արագ նպաստեց, որ Հաթերք ֆուդը 0-ից մեծ ճանաչում ունենա։ Իսկ հիմա պատրաստվում եք կրկին փառատոներ իրականացնել։ Իհարկե, փառատոները մենք այն ժամանակ նախատեսում ենք ամենամյա անել, ցավոք 2020-ին կորոնավիրուսի պատճառով եւ պատերազմի պատճառով չեղարկվեց փառատոնը եւ շատ մեծ ավելի հետաքրքիր ծրագիր էինք մտածել, որից հետո պայմանավորված այս իրավիճակներով ցավոք Արցախում էլ չկարողացանք փառատոն կազմակերպել, բայց միշտ իմ մտքում ա եղել ստեղծել հնարավորություն եւ կրկնելու, վերաիմաստավորելու մեր երբեմնի կազմակերպած փառատոնները եւ ի ուրախություն բոլորիս առաջին անգամ հիմա կհայտնեմ այդ մասին պաշտոնապես, որ պատրաստվում ենք 2026-ի մայիսին կազմակերպել Արցախյան խոհանոցի եւ ժենգյալով հացի փառատոն, որը կլինի Ոսկեվազ գյուղում, Երևանից ոչ շատ հեռու եւ շատ գեղատեսիլ բնության գրկում գետի ափին մենք արդեն մի քանի ամիս առաջ ձեռք ենք բերել մոտ 2 հեկտար հողատարածք եւ որտեղ պատրաստվում ենք իրականացնել փառատոն, որը հավակնում է կրկին լինել ամենամյա եւ տարբեր թեմատիկ նաեւ այլ փառատոներ եւս մտածում ենք կազմակերպել։ Շնորհակալ եմ, մենք անպայման կլինենք այդ փառատոնին։ Հաթերքի հաջողության հիմքում իր 100% բնական լինելն է։ Դուք չեք օգտագործում շաքարավազ, մեղուների խնամքի մեջ անտիբիոտիկներ, քիմիա, կարծեմ մեղրամոմ էլ չեք օգտագործում։ Արդյոք սա լիովին բնական մեղվաբուծությունը բիզնես տեսանկյունից շահավետ է։ Ավելի հեշտ չէ, հակառակը։ Շնորհակալություն հետաքրքիր հարցի համար։ Մենք չենք ձգտում լինել հերթական մեկը։ Մենք եզակի մեկն ենք, ով մտածում է երկարաժամկետ, հոգ է տանում բնության մասին եւ ամենակարևորը սպառողների մասին։ Ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, մեր արտադրությունը ծնվել է կարիքից, հասկանալով ձեր նշած շաքարով եւ այլ վտանգավոր հավելանյութերով սննդի վտանգները առողջության եւ առողջապահության տեսանկյունից եւ ինքս լինելով բժիշկ, դեմ լինելով այդ ամեն ինչին, դիսոնանս կառաջանար եւ դա բացառվում է, որ նման բան լինի եւ մենք հիմա էլ հետագայում էլ երբևէ չենք արտադրի որևէ արտադրանք, որը կպարունակի շաքար։ Օրինակ հարցնում են մուրաբաներ, կոմպոտներ եւ այլն հյութեր, ինչը որ հնարավոր է առանց շաքարի, որտեղ շաքարը մենք փոխարինում ենք մեղրով, մենք բացարձակապես կարտադրենք եւ արտադրում ենք այդ արտադրանքները եւ մեր սպառողները հենց դա է մեր գլխավոր առանձնահատկությունը, որ հաթերքը ինչքան նոր արտադրանք է թողարկում, այն անմիջապես ընկալվում է մեր սպառողների կողմից, որովհետև առանց բաղադրությունը կարդալու նրանք գիտեն, որ եթե հաթերքի արտադրանքն է, բացառում է, որ լինի բնականից բացի այլ բան։ Մեղրից բացի ինչ եք արտադրում։
Շարունակելով մեղրի արտադրությունը մենք ունենք այս պահին 12 տեսակի բնական մեղր, որոնք Հայաստանի տարբեր մարզերից են ստացվում, տարբեր ծաղիկներից եւ նրանք բոլորը ունեն հենց կոնկրետ բուժական նշանակություն, օրինակ իմունիտետի համար, ճնշման համար, մաշկի համար, իսկ մեղրից բացի ստանում ենք նաև արդեն ավելի բարդ պրոդուկտներ, որտեղ օգտագործում ենք 75-ից մինչև 95% բնական մեղր, ունենք սուֆլե մեղրերի շարք, որտեղ հենց 95-ից 97%-ը բնական մեղրն է եւ 3-ից 5%-ը օգտագործում ենք սուբլիմացված մրգեր, հատապտուղներ, դեղաբույսեր, օրինակ լիմոն, իմբիր, որը իմունիտետի համար է լավ, վարդ, որը մաշկի համար է լավ, չիչխան, որը իմունիտետի համար է լավ, ուրց, որը ճնշման համար է լավ, լավանդա, որը քունն է կարգավորում, կարկադեի ծաղիկներ, որոնք սրտանոթային համակարգի համար են լավ, հատապտուղներ, որոնք իմունիտետի համար են լավ, ազնվամորի ելակ, որոնք կարելի է որ փանքեյքերին քսել եւ երեխաներն են շատ սիրում։ Եվ այս ամեն ինչը արդեն խիստ որոշակի օգտագործման ցուցումներ ունեն, հա, ինչպես ամենօրյա փանքեյքերի թեյի սուրճի հետ, այնպես էլ բուժիչ նպատակով իմ նշած օգուտները ստանալու համար, որից հետո մենք նաև հասկացանք շոկոլադի մածուկների մեջ պարունակող շատ վտանգավոր նյութեր կան, շուկայում առկա մածուկների 99%-ը 60% շաքար է պարունակում։ Հիմա անուններ չհնչեցնեմ, բայց բաղադրության մեջ էլ երբ որ կարդում ենք պիտակի վրա, տոկոս չկա նշած։ Եվ սկսեցի ուսումնասիրել, հասկացա հենց դե նվազման կարգով է չէ գրվում բաղադրությունը, եւ առաջինը տեսնում ենք շաքարն է, նոր մնացած բաները, եւ ընդամենը 4% կակաո եւ 9% պնդուկ է պարունակում, իսկ մնացածը պալմայի յուղ է պարունակում, որը քաղցկեղածին է, շաքարը, որը սպիտակ մահ է պարզապես։ Եվ սա անթույլատրելի էր մեր տեսանկյունից եւ մենք ստացանք դրա բնական անալոգը, դա մեր հայտնի շոկոմեղերն է, որտեղ մենք 75% օգտագործել ենք բնական մեղր, 17% պնդուկ եւ 9% կակաո։ Այն երկու անգամ ավելի շատ պնդուկ, երկու անգամ ավելի շատ կակաո է պարունակում եւ միայն բնական մեղր եւ սա պարզապես հիանալի այլընտրանք է մյուս մածուկների հանդեպ Մյուս մածուկները բավականին մեծ գովազդային արշավների բրենդինգի, մարքեթինգի շնորհիվ ունեն կայուն դիրք ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում։ Ինչպես եք փորձում մրցել նման պրոդուկտների հետ, չնայած որ որակի տեսանկյունից անհամեմատելի են։ Սա կխոստովանեմ, որ մեր դեռևս թույլ կողմն է, որ շատերը դեռ չգիտեն, ովքեր մեկ անգամ փորձել են, սիրահարվել են եւ շարունակում են օգտագործել եւ մեր խնդիրը ավելի շատ խոսել, ներկայացնելն է այս ամենը, քանի որ մենք նաեւ շեշտը դրել ենք արտադրության որակի վրա եւ միգուցե թերանում ենք մարքեթինգի տեսանկյունից, բայց ժամանակի ընթացքում ցուցահանդեսների միջոցով, մեդիայի միջոցով, սոցիալական ցանցերով եւ սուպերմարկետներում ներկայության տեսանկյունից մենք փորձում ենք ապահովել եւ լրացնել այս բացը, որպեսզի շատ մարդիկ իմանան սրա մասին եւ մենք նաեւ այս թեման ենք զարգացրել եւ ստեղծել ենք Դուբայ շոկոլադի հայկական տարբերակը, այն մածուկի տեսքով է եւ պարունակում է կակաո, մեղր, ղադաիվ եւ պիստակ, հա։ Սա դարձյալ Դուբայի շոկոլադը, որը բավական լայն տարածում է ստացել, դարձյալ բաղադրության մեծ մասը շաքարն է, նաև կաթի փոշի է պարունակում, մեր մոտ մեր պրոդուկտը նաև ասեմ, որ շուտով պահքն է սկսվում եւ մեր շոկոմեղրը ընդունելի է պահքի համար, քանի որ չի պարունակում կաթի փոշի, լակտոզա, նաև լակտոզա անտանելիությամբ մարդիկ կարող են օգտագործել եւ շաքար չի պարունակում, իսկ մեղրը թույլատրվում է եւ շատ հաջողված քաղցրավենիք է, որը առաջիկայում կօգտագործվի։ Մարդիկ որտեղից կարող են ձեռք բերել ձեր արտադրանքը։ Մենք ինչպես ուղիղ անմիջապես մեզանից դա կլինի մեր պաշտոնական կայքով hathherk.com, hathherk.am, Facebook-ում, Instagram-ում hathherk food գրելով կամ զանգելով,
Եվ մեր գործընկեր խանութներից մենք ունենք մեր ֆիրմային խանութը Սունդուկյան 1/4 հասցեում է բարեկամության մետրոյի մոտ եւ համագործակցում ենք հանրապետության լավագույն գուրմե բուտիկ խանութների եւ պրեմիում սուպերմարկետների հետ Նռնենի House Հյուսիսային պողոտայում, Աբովյան 12 դալան, Կեռաս, Նոթմոտ, Պարմա սուպերմարկետի հյուսիսային պողոտայի մասնաճյուղում հենց ամբողջ տեսականին է ներկայացված, իսկ մյուս մասնաճյուղերում արդեն մասնակի է ներկայացված, նաև SAS սուպերմարկետում դարձյալ մասնակի, շուտով Երևան City եւ Նորզովք սուպերմարկետներում եւս ներկայացված կլինեն։ 2020 թվականի կորոնավիրուսը, հետագայում նաև Արցախյան պատերազմը, իսկ ավելի ուշ Արցախի հայաթափումը, ամբողջությամբ հայաթափումը ստիպել են ձեզ 3 անգամ ամեն ինչ զրոյից սկսել։ Ինչպես եք սկսել, որտեղից այդ ուժը։ Մի քիչ ամեն անգամ ավելի դժվար էր սկսել վախը հաղթահարելը, թե հավատալ։ Մենք երբեք չենք վախեցել եւ ոչ էլ ընկճվել ենք, դժվար պահեր շատ են եղել, բայց մենք սկսել ենք զրոյից, ինչպես արդեն խոսեցի ինչպես, հաջորդ կորուստը դա Քարվաճառի կորուստն էր, որտեղ տեղակայված էին մեր հիմնական մեղվաբուծական բազաները եւ այն կորցնելուց հետո մենք շարունակեցինք Մարտակերտի շրջանի միայն Հաթերք գյուղում եւ Գանձասարում, Վանք գյուղում շարունակել մեղվաբուծությունը եւ միաժամանակ 2021-ից մենք Տավուշի մարզի Կոթի գյուղում հիմնեցինք նոր բազա եւ սկսեցինք ծավալվել եւ աստիճանաբար մենք ամեն տարի մեկ մարզով ընդլայնել ենք մեր աշխարհագրությունը։ Դա ինչ տվեց մեզ, կրճատեց մեր ռիսկերը եւ դիվերսիֆիկացրեց մեր արտադրությունը եւ 21 թվականին Տավուշում, 22-ին Լոռիում, 23-ին Կոտայքում, 24-ին Գեղարքունիքում եւ 25-ին Արագածոտնում, այսինքն ամեն տարի մեր աշխարհագրությունը ընդլայնվեց մեկ մարզով եւ ցավոք 2023 թվականին մենք արդեն ամբողջապես ժամանակավոր կորցրեցինք Արցախը եւ այնտեղ մնաց մեր մեծ մասը արտադրական ենթակառուցվածքների, մեղուների եւ միակ բանը, որ մենք հանել ենք Արցախից, դա վայրի մեղրն էր, որը դադիվանքից ունեինք հանած վայրի մեղր 2020 թվականի, որից մնացել է 10 կիլոգրամ եւ այս ընթացքում չէինք վաճառել եւ այս տարի առաջին անգամ այն արդեն վաճառքի է հանվել limited edition կատեգորիայի մեջ եւ 2023-ին էլ դա Գանձասարից դարձյալ վայրի մեղր էինք հանել, որը հանել ենք 2022-ին, բայց այդ մեկ տարվա ընթացքում բլոկադայի պայմաններում չենք կարողացել բերել այստեղ եւ այս բլոկադա ապրած մեղրը եւս մենք հանեցինք Արցախից եւ միայն դա ենք հանել ու հաջորդ տարի էլ նախատեսում ենք հենց այդ մեղրը վաճառքի հանել, որից առաջացած հասույթը կներդրվի մեր նոր ենթակառուցվածքների մեջ եւ Ոսկեվազում արդեն կհիմնենք մեծ մեղրի գործարան, մթերման կայան, գիտաարտադրական բազա, ապի տնակներ, հյուրատներ եւ կկազմակերպենք փառատոները եւ մենք հավատում ենք, որ կրկին մի օր կվերադառնանք եւ կշարունակենք մեր արտադրությունը Հաթերքում, որտեղից որ սկիզբ է առել եւ դրա համար մեկ ճանապարհ ենք տեսնում, որ հուսահատությունը ոչ միայն մեղք է Աստվածաշնչի տեսանկյունից, այլ նաեւ փակում է մեր ճանապարհը դեպի վերադարձ եւ միայն մեկ ճանապարհ կա աշխատել, հզորանալ, ուժեղանալ, աշխարհում ներկայանալ լրիվ նոր մակարդակով, պատմել մեր պատմությունը, ինչպես աշխարհին, այնպես էլ մեր սերունդներին եւ այս դիրքից արդեն մեր շանսերը վերադառնալու ավելի մեծ կլինեն, մինչեւ որ մի օր կրկին կշարունակենք մեր արտադրությունը Հաթերքում եւ այս մոտեցմամբ մենք պարզապես իրավունք չունենք ոչ միայն ընկճվելու, այլ նաեւ չշարունակելու, մենք պետք է աշխատենք ավելի շատ եւ մենք իսկապես հիմա շարունակում ենք աշխատել մի քանի անգամ ավելի շատ, մի քանի անգամ ավելի արդյունավետ
որովհետև այնքան արագ են զարգանում ժամանակն ու իրադարձությունները, որ ով որ դանդաղում է, նա դուրս է մնում մրցակցությունից։ Եվ մենք միշտ նայում ենք առաջ, նայում ենք հեռու եւ մտածում ենք երկարաժամկետ։ Ինչ խորհուրդ կտաք այն արցախցիներին, ովքեր բազմահազար արցախցիներին, ովքեր Հայաստանում են եւ ամեն ինչ կրկին զրոյից սկսելու դժվարության առաջ են։ Գիտեք, դժվարությունները մարդուն ավելի ուժեղ ու իմաստուն են դարձնում։ Առաջինը խորհուրդ կտամ չհուսահատվել երբեք, որովհետև շատ ախտածին է հուսահատությունը եւ մի բան էլ ովքեր որ անընդհատ հետ են նայում, անընդհատ մտածում են, նրանց համար շատ դժվար է առաջ շարժվել։ Մենք պետք է միայն դասեր քաղենք մեր պատմությունից, հասկանանք ինչն ենք ճիշտ եւ ինչն ենք սխալ արել եւ հետ նայելու փոխարեն նայել առաջ։ Երկիրը կլոր է եւ եթե մենք առաջ շարժվենք, մենք մի օր կվերադառնանք։ Դա իհարկե բոլորի համար երազանք է եւ պետք է լինի նպատակ եւ ունենանք ճանապարհային քարտեզ եւ մենք օրինակ երբ որ անընդհատ դրայվի աշխատանքի մեջ ենք, մենք դա մեր ցավը մեղմում է եւ օգնում է առաջ շարժվել, իսկ եթե անընդհատ մենք հետ նայենք, մենք չենք կարողանա առաջ շարժվել։ Այդ ընթացքում կամ միգուցե դրանից հետո եղել են ինչ-որ պահեր, որ որոշեք ամեն ինչ թողնել, ուրիշ վերադառնալ բժշկի մասնագիտությանը, ինչու ոչ։ Ես ասեմ, որ բժշկական համալսարանում գերազանց առաջադիմությամբ եմ ընդունել եւ սովորել, շատ լավ է ստացվում իմ մոտ բժշկությունը, առաջինը իմ մայրիկի ատամներն եմ բուժել, նաեւ մեկ ամիս աշխատել եմ 3-րդ կուրսում, որից հետո արդեն ամբողջապես սկսեցի զբաղվել գործարարությամբ, այժմ էլ շարունակում եմ իմ ուսումը արդեն դիմացնոտային վիրաբուժության օրդինատուրայում եւ ունեմ պլաններ բժշկության հետ կապված, բայց ավելի շատ կառավարչական օղակում, այլ ոչ աշխատանքային, որովհետեւ իմ միավոր ժամանակում աշխատանքը ավելի արդյունավետ է կազմակերպչական ոլորտի մեջ, իսկ թողնել պարզապես չէի կարող, որովհետև մենք ես չեմ սիրում կիսատ թողել նախ եւ երկրորդ չենք էլ կարող կիսատ թողնել, որովհետև արդեն տասնյակ հազարավոր սպառողներ չեն պատկերացնում իրենց կյանքը հաթերքվուտից հետո եւ ամենահաճախ լսվող արտահայտությունը, որ անմիջապես մեր սպառողները փոխանցում են, այն է, որ հաթերքի արտադրանքները փորձելուց հետո իրենք այլ մեղր այլևս չեն կարողանում օգտագործել, իրենց երեխան դրան է սովոր եւ այլ մեղր պարզապես տալիս են չեն ուտում եւ սա դասալքություն կլինի պարզապես եւ մենք դա չենք կարող թույլ տալ։ Իսկ ինչ սկզբունքով եք օրինակ աշխատակիցներին ընդունում, կա ինչ-որ սկզբունք, որ անձնային հատկանիշներ, որ անպայման դրան հետևելով եք ընդունում աշխատողներ եւ ձեր ընտանիքի անդամներն են նրանք, բարեկամներ, թե պարզապես ինչ-որ հատկանիշներով մարդիկ, որոնց ընտրում եք դուք։ Բնականաբար մենք սկսել ենք մեր ընտանիքի անդամներով, բայց հիմա արդեն կազմը շատ ավելի մեծ է, մեծամասամբ Արցախից են աշխատակիցները եւ ամենակարևորը այն է, որ նրանք կիսեն մեր արժեքները։ Սա շատ կարևոր է, հավատան մեր գաղափարին եւ կիսեն մեր արժեքները, ովքեր այս չափանիշներին համապատասխանում են եւ մտածեն ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ, նրանք հաստատ տեղ ունեն մեր շարքերում։ Դուք մեծ հնարավորություն եք տեսնում մեղրի եւ մեղվամթերքի հիմքով բիոտիկ հավելումների եւ դեղորայքի արտադրության ոլորտում, կարծես թե ամեն ինչ կա, ինչ եք պատրաստվում այդ ուղղությամբ անել, չէ՞ որ դա շատ ավելի մեծ հնարավորություններ կբերի եւ թե ֆինանսապես, թե բոլոր առումներով այդ ուղղությամբ մտածել եք, ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։ Բնականաբար աշխարհում ամենաթանկ դեղորայքի մեջ հակաքաղցկեղային եւ հակաբորբոքային մտնում են ամենաթանկ մեղվա
պրոդուկտները, դրա մեղվի թույնն է եւ մայրակաթը, այնուհետեւ պրոպոլիս, ծաղկափոշի, ասեմ, որ մեղրը մեղվամթերքներից ամենաէժանն ու հասանելին է համարվում եւ մնացածները ավելի բարդ է ստանալ եւ ավելի բարձր արժեք են ներկայացնում։ Մենք այս պահին ստանում ենք բոլոր մեղվապրոդուկտները բացի մեղվի թույնից եւ այս տարի կստանանք մեղվի թույնը եւս եւ արդեն ունենք պահանջարկ միջազգային շուկայում եւ հաջորդ քայլում արդեն մեր սեփական արտադրությունն ենք նախատեսում հիմնել։ Դա բիոակտիվ հավելումների եւ դեղորայքի արտադրությունն է բնական հիմքով, դարձյալ մտածելով մարդկանց առողջության մասին, պահանջարկի եւ բնականի տենդենսների մասին, եւ սա կմեծացնի ինչպես մեր ազդեցությունը, այնպես էլ կնպաստի Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացմանը առհասարակ, ինչն էլ պոտենցիալ էֆեկտով կունենա ինչպես սոցիալական ազդեցություն, սոցիալապես խոցելի թիրախային շահառուների համար կունենա էկոլոգիական ազդեցություն փոշոտման տեսակետից եւ կնպաստի ավելի կայուն էկոհամակարգերի ձևավորմանը եւ ավելի կանաչ շրջակա միջավայրի ձևավորմանը։ Իսկ ինչ խնդիրների եք առօրյայում բախվում։ Խնդիրներ միշտ էլ կան եւ Ամենամեծ խնդիրը, որին բախվել եք, կամ որը որ թույլ չի տալիս առաջ գնալ, կամ խոչընդոտում է, կամ ինչ-որ համակարգ, որը որ խանգարում է ձեզ։ Եթե մարդ կենտրոնանում է խնդիրների վրա, խնդիրները անպակաս են լինում նրա կյանքից։ Մենք միշտ լուծումների վրա ենք կենտրոնանում։ Դրա համար էլ հիմա կդժվարանամ որևէ խնդիր նշել։ Շատ կան խնդիրներ, բայց ես միշտ լուծումների վրա եմ կենտրոնացել։ Հիմա կարամ շատ լուծումներ առաջարկեմ օրինակ։ Իսկ ինչ նոր նախագծեր ունեք ապագայի հետ կապված։ Մեր մեգա պրոյեկտը, որը այս տարի կմեկնարկի, դա Be Village by Հաթերք էկոհամակարգի ծրագիրն է, որը ոսկեվազում մենք կմեկնարկենք։ Այնտեղ մենք նախատեսում ենք ունենալ մեղուների ինկուբատոր, կբազմացնենք մեղուներ, ինքը բազմակոմպոնենտ կլինի, հա, կոմպոնենտներից մեկը դա մեղուների բազմացումն է, մյուսը մեղվափեթակների, մեղվածրարների, ապիտնակների արտադրությունն է։ Մյուսը մեղրի մթերման կայանն է եւ գործարանը մեծ, որտեղ բացի դասական մեղրից նաեւ մեղրի հիմքով տարբեր խմիչքներ, այդ թվում եւ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքներ կարտադրվեն եւ մյուս ուղղությունը դեղորայքի արտադրությունն է, բիոակտիվ հավելումների արտադրությունը եւ հանգստյան գոտիներ, որը կներառվի ամբողջական բնական միջոցներով թերապիա, ռելաքսացիա, մեղրի սպա, մեղրի թանգարան եւ այն հավակնում է իր տեսակով դառնալ եզակի աշխարհում եւ ներգրավել էկոզբոսաշրջիկների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների ուշադրությունը եւ համագործակցությունը եւ մեղրի փառատոներ ու մեղրի հետ ասոցացված ամեն ինչ։ Օգտվելով առիթից նաև ուզում եմ հրավիրել բոլորին մեր առաջիկա միջոցառմանը, որը կլինի կիրակի օրը հունվարի 18-ին մարզահամերգային համալիրում։ Մենք կանք խորագրով միջոցառումն է կազմակերպված արցախցիների կողմից, որտեղ ելույթ կունենան արցախյան համույթներ, երգիչներ եւ այն բարեգործական նպատակ ունի, ինչպես նաև կունենանք ցուցահանդեսի տաղավարներ, որտեղ արցախյան արտադրողները կներկայացնեն իրենց արտադրանքները, ձեռագործ աշխատանքները, մարզահամերգային համալիրում ժամը 12-ից արդեն բաց կլինի եւ երեկոյան կլինի համերգ, տոմսերը կարող են ձեռք բերել համերգի նախապես on-line հարթակներում, իսկ ցուցահանդեսի զոնա կարող են մուտքը ազատ է, կարող են գալ, շրջել, ծանոթանալ, հաղորդակցվել արցախյան աուրային, էներգիային, այցելել Հաթերք Ֆուդի տաղավար, որտեղ ի թիվս մեր 30+ տեսակի մեղրի ու մեղրային արտադրանքների առաջին անգամ դադիվանք մեղրը մենք կներկայացնենք ցուցադրության եւ վաճառքի եւ 6 տարվա կոլեկցիոն մեղր է, որը
աշխարհի ամենաթանկ մեղրն է համարվում եւ այդ օրը կլինի եզակի հնարավորություն մոտիկից տեսնելու այդ ամեն ինչը։ Այսինքն մեղրը նույնպես կոնյակի նման հնեցում ունի, ինչքան հին է, այնքան լավ։ Կախված է պահման պայմաններից, մեր ունեցածը շատ եզակի մեղր է, որը 6 տարվա ընթացքում չի փոխել իր համային գունային հատկանիշները եւ պահպանվել է փայտե տակառի մեջ եւ մեղրն էլ ոչ թե սովորական մեղր է, այլ հենց կաղնի ծառի փչակներից հանված վայրի մեղր է եւ սա ոչ միայն մեր պատմության մի մասն է, այլ նաեւ մեր ապագայի հիմքը եւ ովքեր որ կհավատան եւ կմասնակցեն այս նախաձեռնությանը նաեւ իրենց մեծ ներդրումը կունենան գլոբալ բրենդի կայացման մեջ։ Եթե հիմա մեկ նախադասությամբ մեկնաբանեք, ինչ է հաթերքը, որը կլինի այդ նախադասությունը։ Վստահություն։ Շնորհակալություն, հիշեցնեմ մեր հյուրը Հաթերք Ֆուդ ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։